Պապեսի չասու պապ, պապեսի չասու պապ։ Ոստը մորս օրը հաշված է, ոստը մորս օրը հաշված է։ Մամաչի կյանը, Արա հանգստացի գեղը Մորս արալի ձեր դուր է Մորս արալի ձեր դուր Հես է խովաջան Գևորգ Ոսկարը մամբան Աննարիս կյանքում ոչ մի բան չկա Ոչ մի բան աննարի չես կյանքում բամ Հասկանում ես Գևորգ հավաքի կեզ Լսի բամ Հեշտա չէ ասել որ ձերներ լվա թողել մի կով կաշնել Հեշտա չէ Բայց կարամիրիշ նավիրի Կարամիրիշ նիշ մուշի մորես Հասկանում ես Ուժի հասկանում ես դզի Գևորգ հավաքի կեզ Գևորգ Ես չեմ դողիս ես Հեսա կոմուշուշկը Վերասրել ես ստոպամ Ասումա չեմ դրա Հեսա կոմուշուշկը Ես դուրիս մաստագետ կբերեմ Հասկացի Իմ որը կպուշեմ Ես չեմ դողիս ես Անգստացի աղբեր Լսար արդեն, լսար ինչ ասեց երես Արա հերես ազատվելու նոր ձևա գտե իր համար Լավ արա դե դու մի հիմար բաներ խոսա Արտակ Երես ասում էր ամեն ինչ կանեմ մորդ ոտիկը հանել Իսկ հիմա իր տեղը հանգիս նստել է ու ասում է ոչ մի բան չեմ կարան Եվ հավայի բաներ մի խոսա Բան եմ ասում աղբերի Երեխաներ, հիմա բոլորդ ինձ եք լսում Տեսնում եք այս գեղեցիկ աղջիկան Այո Հիմա ծանոթացնեմ Մերին սովորելու է ձեր դասարանում Ասում էի չէ, ես էլ գիտեի Իսկոն փոխարեն Ինչպես թե ում փոխարեն, ոչ ոքի Մերին տեղափոխվել է ուրիշ դպրոցից ու այսուհետև սովորելու է ձեր դասարանում ձեզ հետ միասին Երեխեք հուսով եմ, Մերին չեք նեղացնի, չէ Այդ ինչի պիտի նեղացնենք Ես ուղղակի ասեցի Ես կարծում եմ, որ դու ես դասարանում քեզ շատ լավ կզգաս Մերի արի ստեղ նստի Հա, ու մի բան է Ինչ Հենց որ զանգը տա, բոլորս մի մարդու նման վերցնում ենք մեր պայուսակներն ու տուն ենք գնում Դաս չեք կանելու Ոչ Երեխեք Դաս է ու մի բան էլ առավոտյան շուտ եք գալիս քանի որ շատ լավ անակնկալ ունեք Ինչ անակնկալ Դե որ ասեմ էլ ինչ անակնկալ Մի բան ընտրի մոմ Չէ Լևոն, ես չեմ պատրաստվում ինչ-որ բան ընտրել, ես ուզում եմ իմանամ, որտեղից քեզ այդ փողերը։ Ես այդ փողը աշխատել եմ, մամ Լևոն, մի ծիծաղացրու, որտեղ ես աշխատել, հա? Շատ վաղուց եմ աշխատել, մամ ջան Լևոն Հիշում ես մամ, մի ժամանակ ես փողով կռվում էի Մի հիշեցրու Ես այն ժամանակ մեծ գումար էի աշխատել մամ Բայց չվերցրեցի այդ փողը Թողեցի մամվելի մոտ, որովհետև դրա կարիքը չունեի Իսկ հիմա ինչ-որ մեկը մտածում է թե ես Յուլիային սիրում եմ Ալբերտի փողերի համար Ես որոշեցի այդ փողերը վերցնել ու ապացուցել, որ ես փողի կարիքը ընդհանրապես չունեմ Ու ինչ, մամվելի քեզ տենց հանգիստ այդ փողերը տվեց? Իսկ ինչի պիտի չտար մամ Ես այդ փողերը աշխատել էի Իմ արդար քրտինքով Ճիշտ է հիմա դու ինձ չես հավատա Որովհետև իրոք դժվար է հավատալը գիտեմ Բայց կռվողները մեծ փողեր աշխատելու հնարավորություն ունեն Ու դու այնպես գայթակղվեցիր այդ փողերով, որ միանգամից որոշեցիր հարստանալ? Չէ մամ, ես չեմ գայթակղվել դրանով
Ու այդ հետ ամեն ինչ ինձ հետաքրքրեր, ես վաղուց դրա մեջ մտած կլինեի։ Բայց ես մտա դրա մեջ ու դու գիտես թե ինչի համար։ Եթե ինձ փող հետաքրքրեր մամ, ես իմ փողը Մանվելի մոտ երբեք չէի թողնի։ Ու անկեղծ ասած, եթե Մանվելին ինձ չասեր, որ ինքը ուրիշի փողը չի ծախսում, ես երբեք էլ այն չէի վերցնի։ Հասկանում եմ, բալես, բայց այդ փողերը կեղտոտ փողեր են։ Տուր իրեն։ Մամ, այդ փողը ես իմ արդար քրտինքով եմ վաստակել։ Ես դրա համար կռվել եմ։ Ու ինչ Լևոն, դու հիմա ուզում ես, որ ես քո արյան գնով վաստակած փողով առաջ շորը հագնեմ։ Մամ ջան, ես սա արդեն աշխատել եմ ու չեմ ուզում, որ դու դրա համար նեղվես։ Ես ուղղակի ուզում եմ, որ իմ մայր իրան ապահովված գա։ Ինչ որ ճոխություններ չեմ ուզում։ Շքեղ մեքենա, շքեղ հագուստներ, նման բաներ չեմ ուզում։ Ուղղակի ուզում եմ, մամ, որ դու չնեղվես։ Ու որ ամեն մի անարժան չվիրավորի քեզ։ Ես այս կյանքում շատ բաներ եմ կուր տվել։ Շատ բաներից զրկվել եմ։ Բայց միշտ դեմքս պարզ քայլել եմ ու թեկուզ քիչ, բայց վաստակել եմ արդար, որ իմ տղեն լավ մարդ մեծանա։ Մամ, ես նորից եմ ասում, դու սրա համար ամաչելու ոչ մի բան չունես։ Ես ուղղակի ուզում եմ, որ մենք մեր ապրելու պայմանները մի քիչ լավացնենք, որ ոչ մեկ չասի, թե մենք խոզանոցում ենք ապրում։ Պետք չի ամեն մեկի ասածը սրտիդ մոտ ընդունել։ Հոլանա ասեց, դե ինքը տենց կաներ։ Ինչի ես դու դրանից նեղվում։ Չեմ նեղվում, մամ, արամանում եմ ուղղակի։ Ու այդպես էլ շարունակի։ Դու գիտես, երբ կկարողանաս ասել, որ քեզ Ալբերտից ոչինչ պետք չի, երբ սովորես, կրթություն ստանաս, մասնագիտության մեջ հաջողություններ ունենաս, այդ ժամանակ հանգիստ կարող ես հայտարարել, որ դու ամեն ինչին հասել ես ինքնուրույն։ Այդպես էլ կանեմ, մամ ջան։ Տենց էլ կլինի։ Տենց էլ կլինի, բայց ես դա դեռ չեմ տեսնում։ Երդվում, որ ես կանեմ դա։ Բարև։ Դու իմ մտքերն ես կարդում։ Գիտես չի ամբողջ գիշեր չեմ քնել։ Ուզում եմ մինչև դատը քեզ տեսնել։ Մոռանում ես, որ ես վաղուց եմ ես ասպարեզում։ Ու շատ լավ գիտեմ, թե դու հիմա ինչ հոգեվիճակում ես։ Չէ, դու հաստատ չես իմանա։ Իմ մոտ ամեն ինչ իրար է խառնվել։ Բայց խառնվելու հարկ չկա։ Ուղղակի դու հանգիստ եղիր։ Հանգիստ կլինեմ այն ժամանակ, երբ նստած ոստեղ օրերը կհաշվեն, թե քանի տարի հետ եմ այստեղից դուրս գալու։ Ինչ է ժպտում։ Արտյոմ, արի սենց պայմանավորվենք։ Դու հիմա ոչ մի բանի մասին մի մտածի։ Դատը մի օրում չի ավարտվում։ Հաճախ ամիսներ ա տևում։ Իմ դեպքում տեն չի լինի։ Չես կարող ասել։ Դա քեզնից կախված չի։ Չես չեմ դիմանա, սիրտս արդեն պայթում է։ Արտյոմ, սովորիր համբերել։ Ու ինչ էլ որ լինի դատարանում, խնդրում եմ, ավելորդ բաներ չխոսես ու չանես։ Սեդան գալու է։ Անպայման։ Ուրեմն վաղը կտեսնեմ, հա։ Կտեսնես։ Այնտեղ ուրիշ մարդիկ էլ են լինելու, որոնց ներկայությունը քեզ միգուցե հունից հանի, բայց խնդրում եմ ու նաև պահանջում, որ դու ավելորդություն չանես։ Այդ անասունի ընկերն էլ է լինելու։ Այո։ Ես դրան որ տենեմ չգիտեմ ինչ եմ անելու։ Անասուններ, երկու հոգով աղջկան ենք հաշկշում։ Դու արդեն քեզ չես կարողանում կառավարել։ Չի լավ, վերջ, հանգիստ է։ Վստահ լինեմ։ Վստահ էր։ Դե, մեր գործերին հաջողություն։
պայնի ձեռք մեկնեց։ Հաճույքով կսեղմեմ։ Բայց գործնական կնոջ ձեռք սեղմում եմ, իսկ գեղեցիկ ու քնքուշ կնոջ ձեռքը համբուրում։ Արդեն զարմացնում ես ինձ։ Չգիտեմ էլ ոնց եմ լավությանը տակից դուրս գալու։ Արդեն ասել եմ, դրա համար վճարվում եմ, այնպես որ օգնիր ինձ, օգնիր, որ ես ես դատնել շահեմ։ Լավ, կհանդիպենք դատարանում։ Մինչև հիմա չեմ կարողանում հանգստանալ։ Ինձ հիշում եմ այդ անամոթին նյարդերս իրար են խառնվում։ Ճիշտն ասած, ես էլ եի շատ զարմացած։ Չէ, դու հասկանում ես, նա իր աղջկան բերում է մի դպրոց, որտեղ սեդան է սովորել։ Այսինքն նա չգիտեր, որ սեդանել էստեղ չի սովորում։ Ինձ թվում է դա առիթ է սեդային տեսնելու։ Դրա համար էլ սեդան մինչև հիմա տարապում է։ Իսկ երեխան, նա մտածում է իր երեխայի մասին։ Ամբողջ դպրոցն է տեղյակ, որ սեդան ու սմբատը կապ են ունեցել, բա որ ականջն ընկնի։ Անժ, եթե նա չի մտածում, չի անհանգստանում, դու ինչու ես իրար խառնվել։ Ես ուղղակի չեմ ուզում, որ այդ աղջիկը ազդվի։ Տեր Աստված, հիմա էլ սմբատի աղջկա դարտը քեզ տվեցին։ Մի ժամից պիտի դուրս գամ։ Ուր։ Այսօր Արտեմի դատն է։ Վայ, Անժ։ Նայել բանալին քեզ մոտ կթողնեմ, ես երևի ուշ կգամ։ Ես երևի այսօր տուն կգնամ։ Նայել, եթե ուզում ես, կարող ես ինձ մոտ մնալ։ Չէ, կգնամ տուն։ Արմանը չի զանգել, ինձ թվում է հասկացել է։ Ես արդեն հոգնել եմ քեզ ասելուց, որ դու շատ մեծ սխալ ես թույլ տալիս։